Նախորդ ֆիլմում մենք ընդարձակ ճանապարհորդություն կատարեցինք հայկական լեռնաշխարհում։ Ծանոթացանք ասորեստանցիների կողմից Ուրարտու կոչված պետության մասունքներին։ Հետո իմացանք, թե ինչպես իրանական նորաբնակ ցեղերի կողմից ավերվեց ողջ հին աշխարհը։ Վերացան հին արևելյան տիպի հզոր կայսրություններ, ինչպիսիք էին Աշուրի հզոր երկիրը և Վանի մեծ ու հզոր թագավորությունը։ Եվ հիմա մենք շարունակում ենք ճանապարհը զարմանալի մի զգացողությամբ։ Ասես ընկել ենք տարածաժամանակային երկու տարբեր հարթությունների մեջ։ Մենք շրջում ենք հին Հայաստանի տարածքներով և շրջում ենք անցած-գնացած ժամանակների միջով։ Ժամանակակից Թուրքիայի բոլոր թանգարաններում մենք հանդիպում ենք մեր նախնյաց մասունքներին։ Հայոց հնագույն պատմության վկայություններին։ Մեր օրերում պերճանքի առարկաները սոսկ որպես զարդարանք են օգտագործվում։ Եվ միայն քչերն են կռահում մետաղի, քարի, ապակու հազարավոր նշանակությունները։ Այսպիսի մանյակը կարող է անսխալ հայտնել, թե որ Աստծո քարմուհին է կրել այն։ Վարսակալը մատնանշում է իշխողի սոցիալական բարձր աստիճան։ Հնում այդպիսի զարդերը կոչվում էին պատիվ։ Մատանին շատ ավելի բան էր նշանակում, քան մեր օրերում։ Դրանցից շատերը նաև տնիքի դեր էին կատարում, հաստատելով անձի ինքնությունը և կարգավիճակը։ Հին Իրանում, այսինքն Աքեմենյան աշխարհակալության ողջ տարածքում ամեն ինչի մեջ երևում է Վանի թագավորության հզոր մշակութային ազդեցությունը։ Եվ Իրանում էլ ամենուր հանդիպում ենք հայոց հնագույն հիշատակներին։ Ահա այս վիթխարի ժայռին Աքիմենյան Դարեհ արքան թողել է իր հռչակավոր արձանագրությունը, որպեսզի զգուշավորություն մեծ արքայի կողմից գրի նկատմամբ։ Արձանագրությունն անմատչելի ժայռի վերնամասում է։ Ելնելով իր կյանքի հարուստ փորձից, արքան գրել է նույն բանը 3 տարբեր լեզուներով՝ աքքադերեն, էլամերեն և հին պարսկերեն։ Թվում է, սա առաջին տեղեկությունն է հայերի և Հայաստանի մասին։ Եվ հետաքրքիր է, որ աքքադերեն տարբերակում Հայաստանը կոչված է Ուրաշտու, էլամերենում Խարմինույա և հին պարսկերենում Արմինա։ Այստեղ պատմվում է պատերազմների մասին, որ մղեց Դարեհ արքան ապստամբած Աքեմենյան պետությունը վերականգնելու համար։ Հայաստանի մասին արքան ասում է, որ ինքը 5 անգամ զորքեր ուղարկեց այդ լեռնոտ երկիրը և միայն վերջինն ավարտվեց հաջողությամբ, այսինքն երկիրը նվաճվեց։ Երվանդունի թագավորը շարունակեց իշխել, բայց արդեն փոխարքայի կարգավիճակով։ Ամեն դեպքում նա բացարձակ մի արքա էր իր վիթխարածավալ լեռնաշխարհում։ Թե Բեհիսթունյան ժայռի վրա և թե Պերսեպոլիսի պալատի բարձրաքանդակներում տեսնում ենք հայերի պատկերներ։ Նրանք ազնիվ մետաղից բարձրարվեստ սափորներով գինի և հայոց լեռներում բուծված զտարյուն նժույգներ են բերում պարսից արքային։ Տակավին Աքեմենյան պետության հիմնադիր Կյուրոս մեծի օրերից կարգավորված էր հայ-պարսկական դաշինքը։ Դա սկսվում էր Կյուրոս Աքեմենյանի և նրա պատանեկության ընկեր Տիգրան Երվանդյանի օրերից, որոնք միասին դրեցին Աքեմենյան աշխարհակալության հիմքը։ Այս ամենը ճոխ կերպով ներկայացնում են թե հունական աղբյուրները, իդեմս Քսենոփոն Աթենացու,
թե պատմահայր Մովսես Խորենացին։ Այնպես որ Հայաստանի մասին տեղեկություններից հնագույնները Բեհիստունն ու Պերսեպոլիսը չեն։ Ի հավելումն ունենք մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի պատմահայր Հերոդոտոսի ծավալուն տեղեկությունները Հայաստանի մասին։ Մեր թվարկությունից առաջ 401 թվականի մի բքառատ ձմեռ Պարսկաստանից դեպի Սևծով էր նահանջում հելենական մի 10,000-անոց զորաջոկատ, որի հրամանատարն էր Քսենոփոն Աթենացին։ Այդ ժամանակներում Աքեմենյան պետության մեջ գահակալական կռիվներ էին սկսվել, որոնց ապստամբների կողմից մասնակցում էին նաև հելենական վարձկան զորքեր։ Ապստամբները պարտվեցին Կունաքսայի ճակատամարտում։ Հելեններին ազատ հեռանալու հնարավորություն տրվեց։ Նրանք ընտրեցին Սևծովի ճանապարհը, ուր բազմաթիվ հունական գաղութներ կային։ Ողջ ճանապարհը հելեններն անցան լեռնային ցեղերի դեմ պատերազմելով, մինչև հասան սահմանային գետին ու հայտնվեցին Արմենիայում։ Հայոց ջոկատներն ուշադիր հետևում էին նրանց, բայց չէին մոտենում։ Հայոց գյուղերում նրանց օթևան էին տրամադրում, դիմավորում էին ճոխ սեղաններով և ճանապարհ դնում մթերապաշար տրամադրելով։ Հայ ուղեկցորդները հելեններին առաջնորդում էին երկրի սահմանային վայրերով, քանի որ երկարատև անցումների ժամանակ նրանց ոչ մի քաղաք չհանդիպեց։ Սորավար և պատմիչ Քսենոֆոնը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հայերի կենցաղի նիստ ու կացի մասին։ Տեղացիները նրան մի խմիչք են մատուցել, որի մակերեսին լողում էին գարու հատիկներ։ Ամենայն հավանականությամբ սա գարեջրի մասին առաջին գրավոր հաղորդումն է հայ իրականության մեջ։ Կա մի հետաքրքիր հաղորդում ևս։ Ձմռանը լեռներից իջնելիս հայերը ոտներին փայտե հատուկ հարմարանքներ էին ամրացնում։ Հավանաբար սա դահուկների մասին առաջին վաղ հաղորդումներն են։ Փոքր Ասիա։ Սա մի վիթխարի ժողովրդագրական կաթսա է, ուր մարդկության պատմության հենց առաջին օրից ազգեր են ծնվել ու մահացել, պետություններ են զորացել, ապա կորել դարերի մշուշի մեջ։ Եվ մենք հիմա այս տարածքները կտրում ենք լայնքով ու երկայնքով։ Մեր այցելավայրերը հնություններն են, որ պահվում են ավերակներում ու թանգարաններում։ Թուրքիայի թանգարանները մի զարմանալի առանձնահատկություն ունեն։ Այստեղ դժվար է հանդիպել ժամանակագրական տրամաբանության։ Այն, ինչ գտնվել է տվյալ վայրում, անմիջապես ցուցադրվում է տեղի թանգարանում, զարմանք պատճառելով գիտակ այցելուին։ Խեթական պետության 4000-ամյա նյութերը, քրիստոնեական միջնադարի այլևայլ մասունքներ և անտիկ արվեստի 2000-ամյա նմուշներ հանգիստ գոյատևում են կողք կողքի, երբեմն նույն ցուցափեղկում։ Ակամա նախանձ է զգում այն խիզախությունից, որով թանգարանի տերն անհետետ ցատկեր է կատարում հազարամյակից հազարամյակ, վերջնականապես հաստատելով, որ այսօրվա թանգարանատերերը ներկայացված մշակույթի տերերը չեն։ Մեր հայացքն ակամա կանգ է առնում այս ծանոթ արձանիկի վրա։ Սա Հելիոսի, Արև Աստծո արձանիկն է։ Սրա կրկնօրինակները հայտնաբերվել են հայկական լեռնաշխարհի զանազան կողմերից։ Դրանցից մեկը գտնվել է Արտաշատի պեղումների ժամանակ։ Ահա այսպիսի առարկաներ հաճախ ենք հանդիպում թուրքական թանգարաններում։ Սրանք, ասես նույն վարպետի պատրաստածը լինեն, Հայաստանի պատմության թանգարանում եղած նյութերի հետ։ Հնագիտության պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ դադարում են պատերազմները, չնայած հայտնի պարադոքսին, որ մարդկային պատմությունը պատերազմների պատմություն է։
Աքեմենյան աշխարհակալությունը գոյատևեց 300 տարի, եւ նրան այդպես էլ չհաջողվեց լիովին նվաճել Հելլադան։ Մարդիկ միշտ փորձում են բացատրել անբացատրելին, թեև դա անօգուտ մի զբաղմունք է, եւ այս անգամ էլ կատարվեց անբացատրելին։ Այն, ինչ չհաջողվեց Աքեմենյան աշխարհակալությանը, հաջողվեց Բալկանյան թերակղզու ծայր հյուսիսում ծվարած գավառական փոքրիկ Մակեդոնիա թագավորությանը։ Կարճ ժամանակում նվաճվեց ողջ Հելլադան։ Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդրը Արիստոտելի աշակերտն էր։ Այն Արիստոտելի, որի ուսուցիչն էր Պլատոնը, որն էլ իր հերթին աշակերտն էր Սոկրատեսի։ Այսինքն, իդեմս պատանի արքայազնի, մենք տեսնում ենք ժամանակի ամենալուսավորյալ անձին։ Բայց միաժամանակ նրա մեջ նստած էին աշխարհը նվաճելու անզուսպ երազանքը եւ դա իրագործելու երկու կարևոր նախադրյալներ՝ անսահման փառասիրություն եւ ռազմական հանճար։ Գահը ժառանգելուն պես նա անցավ գործի եւ նվաճեց աշխարհը։ Ողջ աշխարհ ասելով այն ժամանակ հասկացվում էր Աքեմենյան պետությունը։ Մակեդոնական բանակն արագ անցավ Հելեսպոնտոսը եւ շուտով ողջ փոքր Ասիան, Սիրիան, Եգիպտոսը գլուխ խոնարեցին երիտասարդ արքայի առջև։ Դիմացը բուն Իրանն էր։ Ալեքսանդրը շտապ երթով մխրճվեց բազմացեղ, բազմալեզու այդ զանգվածի մեջ։ Դարեհ երրորդ Կոդոմանոս արքան փորձեց կանգնեցնել նվաճողին, բայց ապարդյուն։ Երրորդ վճռական ճակատամարտը ընդմիշտ հավերժացրեց փոքրիկ Գավգամելլա գյուղի անունը։ Ողջ աշխարհից հավաքված պարսից միլիոնանոց բանակը մակեդոնական ֆալանգի հուժկու հարվածից ջարդուփշուր եղավ ու ցրվեց ետ աշխարհով մեկ։ Հայերն իհարկե Երևան արքայի գլխավորությամբ նույնպես պարսից բանակում էին։ Ճակատամարտից հետո նրանք հեռացան իրենց լեռները, արդեն որպես ազատ ժողովուրդ։ Այդ ժամանակներից մեզ է հասել մի վստահելի տեղեկություն։ Ալեքսանդրը խոշոր զորախմբով Հայաստան է ուղարկում իր զորավար Մենոնին, տիրանալու Սպեր գավառի ոսկեհանքերին, բայց վերջինիս չհաջողվեց նույնիսկ իր կյանքը փրկել։ Մակեդոնական զորախումբը Հայաստանում գլխովին ջախջախվեց ու ոչնչացավ։ Հայաստանի մասին այլ պատմական տեղեկություններ մեզ չեն հասել։ Ինչ-որ չափով բացը կարող է լրացնել մերօրյա հնագիտությունը։ Ալեքսանդրը մտավ Աքեմենյան աշխարհակալության մայրաքաղաք Պերսեպոլիս եւ հարբած վիճակում ավերեց հնազանդ քաղաքը։ Առ այսօր գաղտնիք է մնում, ինչ էր սովորել Ալեքսանդրն Արիստոտելից, երբ այրում էր զրադաշտական սուրբ գրքերը։ Հետո նա գրավեց աշխարհի ամենամեծ քաղաք Բաբելոնը եւ դարձրեց իր մայրաքաղաքը։ Շուտով աշխարհի տեր, բազմաթիվ աստվածների որդի Ալեքսանդրը անհաջողությունների հանդիպեց Հնդկաստանի ջունգլիներում, կորցրեց նավատորմը Հնդկական օվկիանոսում, վերադարձավ Բաբելոն ու ենթարկվելով մահկանացուի դաժան բախտին վախճանվեց, բավական մշուշոտ պայմաններում։ Ալեքսանդր Մակեդոնացու մահը կանխորոշում էր հափշտապ ձևավորված կայսրության նույնքան արագ մասնատում, եւ այդ բանը կատարվեց ամենապարզ ձևով։ Գրավյալ աշխարհը բաժանվեց նրա 4 զորավարների միջև։ Ամենաչաղ պատառը, ողջ առաջավոր Ասիան, բաժին հասավ Սելևկոսին, որ հիմք դրեց սելևկյանների հռչակավոր հարստությանը։ Բարձրանալով նորաստեղծ պետության գահին, Սելևկոս Նիկատորը կառուցում է մայրաքաղաք Անտիոքը, որ ժամանակին աշխարհի ամենահռչակավոր քաղաքներից էր։ Մոտ կես միլիոն ազգաբնակչությամբ առևտրական մեծագույն խաչմերուկ։
որը ոչնչով չէր զիջում Հռոմին ու Ալեքսանդրիային։ Անտիոքն ու Սելևկիան մտնեցրին նույնիսկ Բաբելոնի փառքը։ Բազմաթիվ անգամ հիշատակված այն քաղաքը, որի հետ առնչվում են իրական եւ ոչ իրական, առասպելական եւ ավանդական բազմաթիվ պատմություններ։ Այն հիշատակվում է անտիկ դարաշրջանի բազմաթիվ պատմիչների մոտ, որպես պանծալի քաղաք, որպես դաժան քաղաք, որպես դժբախտությունների քաղաք։ Մութ է այս շրջանի Հայաստանի պատմությունը, ավելի շատ ավանդված ժողովրդական բանահյուսության մեջ։ Սկզբում հայոց մայրաքաղաքը Արմավիրն էր։ Հելենիստական ժամանակներում այն տեղափոխվեց Երվանդաշատ։ Հելենիստական դարաշրջանին բնորոշ է նույն արքայի անունով բազմաթիվ քաղաքների կառուցումը։ Այրարատ արքայական նահանգում միաժամանակ հայտնվեցին Երվանդաշատն ու Երվանդակերտը։ Իրար դիմաց Արաքսի հակառակ ափերին։ Սա Երվանդակերտն է, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է հին քաղաքից Արաքսի թուրքական ափին։ Նայելով այսօրվա լերկ երկրին դժվարանում ես հավատալ խորենացու սքանչելի նկարագրությանը։ Քաղցր է ինձ ասել եւ Երվանդակերտ գեղեցիկ դաստակերտի մասին, որ շինեց նույն ինքն Երվանդը, գեղեցիկ եւ հոյակապ հորինվածքներով, որովհետեւ մեծ հովտի մեջ տեղը մարդկանցով եւ փառավոր շինություններով լեցրեց, որոնք փայլում էին ինչպես աչքի բիբը, իսկ մարդկանց բնակության շուրջը ծաղկոցներ եւ բուրաստաններ շինեց, ինչպես որ բիբի շուրջը աչքի բոլորակությունն է։ Երվանդունյաց Հայաստանի անկախության մասին կան կողմնակի վկայություններ, օրինակ, հայտնի է, որ Սելևկյանների շատ ապստամբ իշխանավորներ ապաստան էին գտնում հենց Հայաստանում։ Իրենց նախորդ ասորեստանցիների եւ աքեմենյանների նման Հայաստանի դերը շատ լավ էին հասկանում սելևկյան տիրակալները։ Առանց տիրելու հայկական լեռնակղզուն հնարավոր չէր ձեռքում պահել առաջավոր Ասիան։ Ուստի երկիրը հնազանդության բերելու նպատակով Հայաստան ուղարկվեցին սելևկյան երկու հայազգի զորավարներ՝ Արտաշես եւ Զարեհ։ Արտաշեսը պատերազմեց Երվանդ արքայի դեմ ու հաղթեց։ Երվանդ վերջինը սպանվեց իր զինվորի ձեռքով։ Ողջ մերձավոր արևելքում մեր թվարկությունից առաջ 3-2 դարերի սահմանագծին ձևավորվեց ռազմաքաղաքական նոր իրավիճակ։ Պատմության թատերաբեմում հանդես եկավ մի նոր հզոր պետություն՝ Հռոմը։ Ահա թե ինչպես է ներկայացնում ժամանակաշրջանը հռոմեացի բանաստեղծը։ Թող հույները արվեստներ ստեղծեն։ Եգիպտոսն աստվածներ։ Արևելքն ամեն տեսակ բարիք, իսկ Հռոմ քո գործը իշխելն է։ Ահա թե ում հետ պիտի գործ ունենար նոր ոտքի կանգնող Հայաստանը։ Առաջինը Սելևկյանների դեմ ապստամբում են Միջին Ասիայի իրանական ցեղերը։ Մեր թվարկությունից առաջ 250 թվականին Պարթևների առաջնորդ Արշակն իրեն թագավոր է հռչակում։ Շուտով կազմավորվում է Պարթևական պետությունը, որն արագորեն սկսում է վերականգնել իրանական տիրապետությունները։ Այս հեռավոր շարժումները հետագայում վիթխարի դեր պիտի կատարեին հայ ժողովրդի կյանքում։ Իսկ արևմուտքում նույն արագությամբ հզորացող Հռոմը վերջնականապես ոչնչացնում է Կարթագենը, գրավում Հունաստանն ու Մակեդոնիան, դառնալով միջերկրականի հզորագույն պետությունը։ Այդ ժամանակներից պահպանվել է մի հետաքրքիր դրվագ Հայաստանի մասին։ Կարթագենի զորավար Հանիբալը, որին ամենուր որոնում էին հռոմեացիները,
ապաստանում է Հայաստանում։ Այստեղ նրա խորհրդով ընտրվում է հայոց ապագա մայրաքաղաքի տեղը։ Այսպես կառուցվում է Արտաշատը, այն հզոր քաղաքը, որ հռոմեացիները պիտի անվանեին հայոց Կարթագեն։ Ժամանակի պատմիչ Ստրաբոնը հիացմունքով է խոսում Արտաշատի մասին։ Անվանում է մեծ և հզոր, գեղեցիկ ու հարստագույն ամեն ինչով։ Շքեղ մայրաքաղաքի բնակչության թիվն անցնում էր 100,000-ից։ Սիրոփյունիկի խոշոր ու հարուստ պոլիսները ծայրահեղորեն գրգռում էին Հռոմի ախորժակը։ Եվ զարմանալի չէ այն մեծ արագությունը, որով հռոմեացիները գործը հասցրին վճռական ճակատամարտի։ Սելևկյան բանակում ոսկու առատությունն ապշեցրել էր հռոմեացիներին։ Նույն կերպ Սելևկյաններին ապշեցրել էր հռոմեական լեգիոնի պարզությունը։ Եվ ահա, մեր թվարկությունից առաջ 190 թվականին տեղի ունեցավ Մագնեսիայի հռչակավոր ճակատամարտը, ուր բախվեցին ոսկին ու երկաթը, և ինչպես միշտ է լինում պատմության մեջ, երկաթը հաղթեց ոսկուն։ Դանդաղաշարժ ֆալանգը չկարողացավ դիմակայել շարժուն լեգիոնի հարվածին ու սելևկյանները ծանր պարտություն կրեցին։ Հայոց աշխարհի երկու սատրապները՝ Արտաշես և Զարե, անմիջապես բանակցություններ սկսեցին Հռոմի հետ և ստանալով սենատի համաձայնությունը իրենց անկախ հռչակեցին։ Արտաշեսը մեծ հայքում և Զարեհը ծոփքում։ Թվում է, թե հետագայում Հռոմի և Հայաստանի հարաբերությունները թե պատերազմի և թե խաղաղության ժամանակ մեծապես պայմանավորված են եղել այս համաձայնագրով։ Ամբողջ երկրորդ հարյուրամյակում մեր թվարկությունից առաջ 190-ից 92 թվականները Հռոմը և Պարթևստանը կործանելով իրենց նվաճողական ճանապարհին կանգնած պետություններին ընթանում էին Օյկումենի արևմտյան և արևելյան կողմերից իրար ընդառաջ, մինչև որ միմյանց հետ հաստատեցին առաջին քաղաքական հարաբերությունները Եփրատի ափին Հայաստանի սահմանի վրա։ Այսպես է գրում Ռուբեն Մանասերյանը, եւ ավելի լավ բնորոշել այդ ժամանակահատվածը հնարավոր չէ։ Եվ այստեղից սկսվում է հայ ժողովրդի պատմության նոր, փառավոր էջը։